Այժմ գտնվում ենք Հայ-Անտառ պողակի 17 անտառտնտեսություններից Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղում, տնկարանային տնտեսությունում մասնավորապես, որտեղ որ ինձանից աջ ընկած հատվածում գտնվում է մեր կողմից դեռևս 2023-24 թվականներին իրականացված ցանքսի հետևանքով աճեցված սերմնաբուսակները, որոնք որ 24 թվականին տնկման պիտանի չլինելու պատճառով դուրս են հանվել ձմեռացման եւ այդ ձմեռացման ընթացքում իրենք բավականին լավ կարծես որակ ունեն եւ պահպանել են իրենց որակական հատկանիշները։ Իհարկե վերջնական ցուցանիշը մենք կունենանք գույքագրումից հետո, երբ որ գույքագրում կիրականացնենք եւ հստակ կտեսնենք, թե որքանը որ նորից մեր կողմից աշխատանքներ կատարելուց հետո կկարողանանք արդեն 2025 թվականի աշնանը դիտարկել որպես ամբողջությամբ տնկման պիտանի սերմնաբուսակ։ Նշենք, որ Հայ-Անտառ պողակի երկու անտառտնտեսություն մասնաճյուղերում, որտեղ որ ունենք ջերմոցային տնտեսություններ, Հրազդանում 2000 քառակուսի մետր, իսկ Սիսիանի անտառտնտեսություն մասնաճյուղում 1000 քառակուսի մետր, ունենք նախորդ տարվանից ցանկված 280,000 փակարմատային համակարգով սերմնաբուսակ, որոնք որ պետք է խնամվեն եւ արդեն դիտվեն պատրաստի տնկանյութ 2025 թվականի մեր կողմից պլանավորված անտառպատման աշխատանքների համար։ Բացի մեր ունեցած այս պահին սերմնաբուսակները, պլանավորված է նաև այս տարի շուրջ 1 միլիոն սերմնաբուսակի աճեցում բյուջեի ֆինանսավորմամբ, որը որ եւս նորից կդիտարկվի դրանց նպատակահարմարությունը, իրենց աճեցման պայմաններից ելնելով, վիճակից ելնելով կգնահատվի եւ տնկման պիտանի սերմնաբուսակները եւս կտեղափոխվեն տնկման տարածքներ տնկումներն իրականացնելու համար։ 2025 թվականին ունենք հաստատված արդեն բյուջեով շուրջ 170 հեկտար անտառպատման աշխատանքներ եւ ունենք նախնական քննարկման ցուցանիշ շուրջ 550 հեկտար անտառպատման եւ անտառվերականգնման աշխատանքներ Լոռու եւ Սյունիքի մարզերում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորման միջոցով։ Սերմնաբուսակի աճեցումը դիտվում է պետության համաֆինանսավորում, որն էլ որ մենք պետք է աճեցնենք եւ տրամադրենք ինչպես անտառային տարածքներում անտառպատման աշխատանքների իրականացման համար, այնպես էլ նույն ծրագրով ֆինանսավորող համայնքային տարածքներում անտառպատումն իրականացնելու նպատակով։ Եվ վերջի վերջո բոլորիս հիմնական եւ վերջնական նպատակը ունենալ ավելի շատ անտառային տարածքներ, ավելի շատ կանաչ տարածքներ։ Սրանք սոճի ծառատեսակն է, սովորական սոճենին է, որը որ 2023 թվականի ցանքս է եւ նախատեսված է 2025 թվականի գարնանային ծառատունքի համար, ինչպես համապետական, այնպես էլ մեր կողմից համայնքներում իրականացող ծառատունքների նպատակով։ Պլանավորված է, որ սրանք կգնան տնկման 2025 թվականի գարնանը, իսկ մնացած մյուս մասը արդեն կգնա 25 թվականի աշնանը, ինչպես որ ես արդեն իսկ ներկայացրել էի։ Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղում սկսվի բուռն աշխատանքային գործընթացը եւ կսկսենք 2025 թվականի փակարմատային համակարգով սերմնաբուսակների ցանքսի աշխատանքները։ Ցանքսը այն ջերմատունը, որտեղ որ մենք գտնվում ենք, իրենից կազմում է շուրջ 500 քառակուսի մետր ջերմատուն, որտեղ որ պլանավորվում է աճեցնել շուրջ 125,000 փակարմատային համակարգով սերմնաբուսակ։ Սերմնաբուսակներն աճեցվում են իրենց համար նախատեսված, ըստ ծառատեսակի համար նաև նախատեսված այսպիսի թաղարներում, որտեղ որ լցվում է տորֆը արդեն իսկ հարստացված պերլիտով եւ իրականացում ցանքսի աշխատանքները։ Հետագայում ցանքսի աշխատանքներից հետո ծլում է համապատասխան սերմը եւ բոլոր այն չծլած թաղարներում հետագայում իրականացվում են նաև լրացման աշխատանքներ եւ դրանից հետո սկսվում է ամբողջ 8 ամսվա բեղուն աշխատանքային process-ը եւ վերջն արդյունքում արդեն իսկ տնկումից առաջ հոկտեմբեր ամսվա կեսերին մենք ունենում ենք այսպիսի
փակ արմատային համակարգով սերմնաբուսակներ տարբեր տեսակների։ Մեր մոտ փակ արմատային համակարգով աճեցվում են հիմնականում անտառային ծառատեսակներ, որի հիմնական ծառատեսակը կազմում է սոճին եւ կաղնին, ինչպես նաեւ ուղեկցող ծառատեսակներ՝ կեչի, հացենի, թեղի, նաեւ տանց, խնձոր, մյուս ջերմատներում նաեւ աճեցնում ենք արոսենի եւ այլն։ Այսինքն սերմնաբուսակներ, որոնք որ հետագայում կդառնան ապագա անտառներ մեր երկրի, մեր Հայաստանի Հանրապետության համար։ Սերմնաբուսակների ցանց իրականացնելուց հետո հունիս ամսին իրականացվում է սերմնաբուսակների դուրսբերումը ջերմոցային տնտեսությունից եւ տեղափոխվում է ստվերացման տարածք։ Ստվերացման տարածքը իրենից ենթադրում է ստվերացման ցանցերով եւ ռոռոկման համակարգով ապահովված տարածք, որտեղ որ իրականացվում է պաշտպանությունը արևի ուղիղ ճառագայթներից եւ արդեն առավոտյան եւ երեկոյան ժամերին իրականացվում է ռոռոկման աշխատանքները։ Այդ ընթացքում նաև բույսը դրսում մնալով ստանում է իր համապատասխան սննդարար նյութերը եւ տեղի ունեն նաև շատ կարևոր համարվող փայտացման process-ը, որի հետևանքով այն կոփվում է եւ հետագայում դառնում արդեն ամբողջությամբ պիտանի տնկանյութ անտառային տարածքներում այդ տնկումներն իրականացնելու համար։ Այդ տնկելուց հետո մենք արդեն տարիներ անց կարող ենք ունենալ այսպիսի անտառային տարածքներ, որոնք որ հիմնադրվել են նախորդ տարիներին։ Հայանտառ պոակը իրականացնում է ոչ միայն անտառային տնտեսության վարման հետ կապված սերմնաբուսակների աճեցում եւ նաեւ անտառպատման վերականգնման աշխատանքներ, այլ նաեւ իրականացնում է դեկորատիվ ծառատեսակների աճեցում եւ հետագայում մտադիր ունի դրա ծավալները ել ավելի մեծացնել, ինչպես նաեւ շատացնել տեսականին եւ դրանք հետագայում նաեւ դարձնել կողմնակի եկամուտի տեսակներից մեկը տնտեսության համար։ Հայանտառ պոակը հանդիսանում է անտառային տնտեսություն վարող միակ պետական մարմինը, որը մտնում է շրջակա միջավայրի նախարարության մեջ, որին վերապահված է Հայաստանի պետական անտառների կառավարման ամբողջ գործառույթը։ Այն իր կազմի մեջ ունի 17 անտառտնտեսություն մասնաճյուղեր, որոնք որ սփռված են Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում։ 17 անտառտնտեսությունների միջոցով Հայանտառ պոակը իրականացնում է անտառների հետ կապված գրեթե բոլոր գործառույթները, բացառությամբ պահպանության գործառույթի, որը 2024 թվականի հունվարի 1-ից վերապահվել է էկոպարեկային ծառայությանը։